Ձեզ տարիջան, դες հեռուստատեսությամբ շատ լավ ճանաչում ենք, շատ գոհ ենք, որ քո նման այգ տեսանի հայեր կան, Արաշկերտցի հայեր ենք, մեր Արցախի ազատագրման պայքարին այս է մեր ընկերը, հենց զոհված մեր ամանատարը, մի խոսքով մեր ինչ պատերու լավ բան կար, այսօր ծախել են, չկա։ Հայաստանը այն բնատուր ամենաուժեղ գործարանային տարածքն է Հայաստան։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանը կուսակցությունը վերցնի արդյունավետության վրա։ Այսինքն սկսի վերականգնել այն գործարանները, որ սովետական միության ժամանակ մենք ունեցել ենք նոր տեխնոլոգիաներով ու նայենք տեսնենք ինչ է Հայաստանը առնում դրսից, որտեղ եթե Հայաստանում արտադրել։ Շավը տանը, մի ասենք ամենա տարուքոս տեղերում ավելի լավ է քելու, ավելի հպարտ է։ Եթե Ղարաբաղ որ տերիտորիայում ուզում եք գարը մորթուբի մդեները երուքում էին սարկում, շատատս այսպես կարդ գալիս է, իսկ այսօր ոնց որ փաղված են։ Սովետի ժամանակ սա սովետին անուն են դնում, բայց մի բան ասեմ։ 10 տարում 1000 զավոդ են սարքես երկու։ Մեր պապերը, որ պապիներ են, որ գիր կարտալ չեն իմացել, հազարած զավոդ են սարքել։ Այ մարդ, գիրել գիտենք, կարտալ էլ գիտենք, 1000 զավոդ խի չենք սարքում։ Մենք ափսոս ենք, ես մեր ժողովուրդը շատ ափսոս է։ Շատ հայրենասեր, շատ իսկական հայ են ամենայն իմաստով իսկական հայեր են, բայց այսօր մարդիկ ունեն տալիս ինչ է, որ արդեն մեկ պետություն կարող չունենալ, կամաց մեզ հարմարցնում են դες բաների, դելի։ Մենք ես լավ հայերով, ես որակյալ հայերով ձեր հետ եմ, ես մերն եմ մեր ես գյուղի հասարակությանը, ըստրանք շատ հայրենասեր ժողովուրդ է, դելի։ Այդքան բան ախ։ Հայաստանի ուժեղ երկիր սարքող միակ ճանապարհը դա գործարաններ ունենալ։